Մի քանի ամիս առաջ սրտի կաթված տարած Արմեն Ավագյանին իր հաշմանդամության առաջին իսկ թոշակն ստանալիս նոր հարված էր սպասվում 30,000 դրամ թոշակից 10,000 ուղղակի բռնագանձել են։ Քարտով ստացել եմ, ասում եմ, բայց խիա պակաս գումարա, բանկ ասում է դահակ ծառայությունն է պահել։ Թոշակառուն գնացել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն եւ այնտեղ տեղեկացել, որ ինքն ունի Mercedes Magnus-ի ավտոմեքենա, որով բազմաթիվ խախտումներ է կատարել։ Ինձ ասում է դու 8 հատ ակտ ունես հիմի այս պահին։ Ես հիմի կարող է վերել նորից։ Մարդն ասել է, ես նույնիսկ խորհրդային ամենահին Magnus-ի ավտոմեքենա չունեմ եւ չեմ ունեցել։ Ունեմ մի ծնե հաշմանդամ որդի, ինքս էլ հաշմանդամ եմ, բայց դա արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ։ Հələ Աստված չի անի, որ կարող է մի օր էլ գան, ասեն, դու Արմեն Միշայի Ավագյանն ես, գնացինք, մարդ ես գցե տակը։ Սա էլ ԴՀԿ-ի եւ ոստիկանության աշխատակիցներին չի հետաքրքրել, հաշմանդամ քաղաքացին անձամբ գնացել է պետավտոտեսչություն, պետավտոտեսուչները կարգին ծիծաղել են։ Ասում եմ, բա ուր է այդ Mercedes-ը ոնց գտնենք, ասում է, հիմա էլ քշում եք։ Որից անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցը հաշմանդամ քաղաքացուն տվել է փրկարար խորհուրդը՝ դու գտիր Mercedes-ի վարորդին, մեզ տեղյակ պահիր։ Ասում է, դու գնացեք պարզեք, ասում է, թող ով որ ձեր անունով ավտոյա գրանցե, մինիմում իրա բառերով եմ ասում, մինիմում 7 տարի իրան կալանք է ասում։ Բռնագանձման բոլոր ակտերը նետել են դրան արանքից, երկուսն անմիջապես է պատրել Արմեն Ավագյանը, հետո սկսել է աջուձախ զանգեր կատարել, քանի որ աջուձախ քայլելու երկար առողջություն չունի, փոխարենը նրա զանգերն ընդունողները դեռ ծիծաղելու տրամադրություն ունեն։ Այսքան տեղեր եմ զանգում, ոչ մեկ ինձ չի օգնում։ Այսքան համարներ ունեմ դահակի, ըստեղից ընդ է զանգին, դեղից ընդ է, վերջում է զանգում, ասում գիժն է զանգ, ես լսում եմ բառերը։ Մարդը զանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ասել է առողջություն չունեմ քայլելու, եկեք դիմում գրեմ տամ, բարեհամբույր պատասխանել են, արի դիմում գրիր Մարդու իրավունքների պաշտպանի անունից։ Փաստն այն է, որ այս մարդն իր տար մեջ ավելացրել է Քրիստոսի նկարների թիվը եւ նույնիսկ գնել հրաշագործ գիրքը։ Առայժմ ոչինչ չի օգնում, ամեն ամիս ԴՀԿ նրա թոշակից բռնագանձում է 10,000 դրամ։